Թերթերի ամենաուշագրավ նորություններին ծանոթացեք մեզ հետ 5-րդ ալիքի ուղիղի եթերում օրագիրն է բարի առավոտ։ Հուլիսի 14-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքի ափերի մոտ թուրքական Ocean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bay քաղաքացիական առևտրային նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի արձակմանը։ Դրա մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Անձնակազմի 11 անդամները Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ունեցած տեղեկություններով բացառությամբ նավապետի, որն Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Օդեսայի ափ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար, քայլեր են ձեռնարկվում նավապետին որոնելու ուղղությամբ։ ԱՄՆ զինված ուժերը չորեքշաբթի գիշերը Իրանի վրա հարվածների հերթական փուլն են սկսել, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանի վրա հարվածների հերթական փուլը, հարվածելով տասնյակ ռազմական թիրախների Հորմուզի նեղուցի իրանական ափին, ասվում է հայտարարության մեջ։ Իսկ Washington Examiner-ը տեղեկացնում է, որ Իրանը 26 օրում 6 միլիարդ դոլարի նավթամթերք է արտահանել։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Հրապարակը գրում է. Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում։ Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ ցանկանում է ազգային ժողով գնալ, падգամավորի խախանդ գործով զբաղվել։ Իհարկե նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊԱ-ականների ճակատագիրը կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանն է։ Նա է որոշում ով, երբ եւ ինչ պաշտոն կզբաղեցնի։ Ազգային ժողով է գնում նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը։ Ավելին անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Ազգային ժողովի падգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ՔՊԱ-ական Վաղարշակ Հակոբյանը։ Իսկ ՔՊ падգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ոչ խոսում է մանդատից հրաժարվելու, ոչ էլ մանդատ վերցնելու մասին։ Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը։ Իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված Փաշինյանը որևէ որոշում չունի, քանի որ նրան մարզում առավել եւս իր ծննդավայր Ծաղկաձորում չեն սիրում եւ չեն ընդունում, բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաեւ որևէ պաշտոն չզբաղեցնել։ Ժողովրդի տեղեկություններով քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման եւ տեխնիկական սպասարկման վարչության պետ Սևակ Մելքոնյանին։ Իդեպ Սևակ Մելքոնյանի հայրը Կարեն Մելքոնյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։ Ամենայն հավանականությամբ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի նաեւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պապիկյանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն վերջինս նշել է, որ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է լքի համակարգը։ Հրապարակը գրում է. Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարչական հավաքների մասնակցելու ծանոթագրեր էր հանձնում, փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։ Ընտրություններն այլևս անցյալում են, սակայն թերթի աղբյուրի փոխանցմամբ ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում են Զվարթնոց օդանավակայանում եւ ծանոթագրեր են հանձնում անգամ մեկ շաբաթով մի քանի օրով թաղման կամ հարսանիքի ժամանող մեր հայրենակիցներին։ Եղել են դեպքեր, երբ մարդը տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն ապարդյուն տնախբյուրներից թերթը տեղեկացել է, որ պլան է դրված պոստպահողների պակաս ունեն, որը լրացնում են նման ռեյդերով դրսից եկողների հաշվին։ Դուք դիտում եք օրագիրը, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ պոլիտիկայի լրատվական կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ ինձ հյուրընկալվելու համար։ Պարոն Մուրազի, խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, Նիկոլ Փաշինյանը գնացել է արձակուրդի, խուստուկ լեռն է բարձրացել, այնտեղից տեսանյութեր է հրապարակում ու զուգահեռ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատկանող ձեռնարկությունները, որոնք այս պահի դրությամբ չեն աշխատում, աշխատողները հարկադրված պարապորթի են մատնված, մարդիկ ցույց են անում, ասում են ինքը խուստուկ է բարձրացել, իսկ մենք մեր օրական հացից ենք կտրված, չենք կարողանում գումար աշխատել, ինչ է լինելու մեր վիճակը։ Ինչ սրտով է Նիկոլ Փաշինյանը խուստուկ բարձրանում, երբ ՀՀ պարտ քաղաքացիները օրական հացի խնդիրը չեն կարողանում։ Գիտեք, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը դա հետաքրքիր չի, մի բան է կարևոր իր համար, որ ինքը նախընտրական փուլում նման խոստում է տվել։ Ընդ որում սա եզակի խոստումներից է, որ ինքը կարող է իրագործել
կարող է իրագործել եւ որևէ ջանք իրեն պետք չի պետական համակարգին ուղղակի պետք է հրահանգել իրականացնել ապօրինություններ։ Ինքը այդ ապօրինությունները խոստացել էր նախընտրական փուլում։ Դրական բան Փաշինյանի խոստումների մեջ չկար, այսինքն չկար, որ լավ ապագա եք ունենալու, հատկապես որ լավի մասով իր խոսքը դժվար թե վստահություն դեր շնչի։ Հիմա այդ իմաստով քաղաքական այս հետապնդումները սպասելի են, ինչ որ տեղի է ունենում ընդդիմության նկատմամբ եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, կարծում իրենք էլ պիտի սպասեին դրան, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը։ Իսկ այս բռնաճնշումների ալիքը ավելի սուր բնույթ է ստանալու, ինչ եք կարծում, որովհետև քննարկումներում ասում են, որ կոշտ հակազդեցության կարծես թե դա չի հանդիպում եւ հետեւաբար կոշտ հակազդի։ Հանրությունը, ընդդիմությունը։ Ինչու՞ պիտի հանրությունը կոշտ հակազդի կբացատրեք, եթե քաղաքական առաջնորդները չեն կարողանում կազմակերպել հակազդեցություն, հանրությունը ինքի իր տնից պիտի դուրս գա հակազդի Նիկոլ Փաշինյանը։ Երբեք հանրությունները իրենք իրենցով չեն հակազդում բռնաճնշումներին։ Բռնաճնշումների հակազդեցությունը պետք է կազմակերպվի քաղաքական խմբերի կողմից։ Իսկ քաղաքական խմբերը բավարար չափով լծակներ կամ ռեսուրսներ ունեն համարժեք հակազդեցություն ապահովելու։ Գիտեք, երբեք պետության դեմ պայքարում դու չես կարող բավարար չափով համադրելի ռեսուրսներ ունենալ, որովհետև ինքը տիրապետում է պետական լծակներին։ Եթե դու պետություն չես, դու չես կարող պետության հետ օրվա իշխանության հետ հակադրության մեջ ունենալ համաչափ միջոցներ։ Բայց սովորաբար ընդդիմությունները, գաղափարական ընդդիմության մոտ լինում է մոտիվացիան բարձր, որը լրացնում է այդ ռեսուրսների անհամաչափության բացը։ Հիմա ես կարծում եմ ընդդիմության զգալի մասով, ոչ բոլորի, բայց զգալի մասով չկա այդ մոտիվացիան, որը պետք է լրացներ ռեսուրսների բացը։ Հենց դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը կարողանում է անել այն, ինչ հիմա ինքը անում է։ Իսկ ո՞րն է պատճառը, որ այդ մոտիվացիան չկա։ Չկա գիտակցումը այս իրավիճակի անդառնալիության, գիտեք, մոտիվացիան ավելի ուժեղ գտնվում։ Մոտիվացիան լինում է մի դեպքում, երբ մարդը ունենում է նյութականից բարձր արժեք։ Այսինքն լինում է գաղափարական նվիրվածություն, այսինքն լինում է գաղափար, որին ինքը նվիրվում է։ Եվ այդ գաղափարը, որը ոչ նյութական է, իրեն այնքան մոտիվացիա է տալիս, որ նյութական բացը լրացվում է։ Մարդ պատերազմի ժամանակ էլ է այդպես։ Ի վերջո քաղաքական այս գործընթացները այո, ոչ տաք, բայց նման են պատերազմի։ Կան կողմեր հակամարտող, կա ուժ գործադրվող եւ կա հաղթող ու կա պարտվող կողմ։ Կա նաեւ Արցախյան առաջին պատերազմի բանով նայեք, օրինակով նայեք։ Հայկական բանակը Լեռնային Ղարաբաղը չի ունեցել այնքան նյութական միջոցներ, որքան Ադրբեջանը։ Սովետական միությունը Ադրբեջանի տարածքում կարծեմ զենք զինամթերքը առնվազն 500 անգամ ավել էր թողել, որտեղ պահեստներն ավելի շատ էին, քան Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այդ զենքի պակասը եկավ լրացվելու մոտիվացվածությունը, գաղափարական նվիրվածությունը եւ բանը եւ կազմակերպվածությունը։ Հայ ժողովուրդը կարողացավ հաղթել թիկունքը, ընդհանրապես հանրության կազմակերպվածությունը եւ առաջին հերթին առաջին գծի կազմակերպվածությունը։ Այս երեք բանը եկան լրացնելու նյութական ահռելի բացը, որ հայկական կողմը ուներ։ Հիմա նույնը եկեք նայենք արդեն ընդդիմություն իշխանություն հակադրության մեջ։ Եթե ընդդիմությունը ունենար քանի որ միշտ ասում են հավաքական ընդդիմություն, դրա համար ասում եմ օգտագործում ընդդիմություն, թեպետ ինձ համար ընդդիմադիր այո շատերն են ընդդիմություն, բայց կա ընդդիմության երկու շերտ ինձ համար, կա Նիկոլ Փաշինյանին մարտավարական ընդդիմություն, այսինքն խմբեր մարդիկ, որոնք համաձայն են այն օրակարգի հետ, որը սպասարկում է Նիկոլ Փաշինյանը, այն է իբրև թե Հայաստանը տանել արևմուտք, բայց իրականում դա արևմտյան ադրբեջանացում է Հայաստանի կամ Թուրքիայի տակ հայտնվել է։ Ուղղակի համաձայն չեն, որ Նիկոլ Փաշինյանը դա անի, ասում են Փաշինյանը ավելի վատ է անում, չգիտեմ։ Մենք ավելի լավը կանենք։ Փաշինյանը ժողովրդավար չէ, այ որ մենք գանք կլենք ժողովրդավար, այնպես ինչպես օրինակ Մակրոնի սրտով ավելի լավ քայլեր կանենք։ Եվ կա ռազմավարական ընդդիմություն, մարդիկ, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի օրակարգին, անկախ նրանից,
այդ օրակարգ սպասարկող գլխավոր դեմքի ազգանունը ինչպեսին է։ Փաշինյան է, Պողոսյան է, Պետրոսյան է, չգիտեմ, Մարտիրոսյան է։ Եվ անդիմությունը պիտի ունենար այդ մարտավարական անդիմությունը այդ առումով մոտիվացիայի պակաս ունի։ Այ ռազմավարական անդիմադիր մոտեցում ունեցողները, որոնք մերժում են Փաշինյանի օրակարգը, իրենք թվականակով ավելի քիչ են, գուցե նաև անհատների մակարդակով, բայց իրենց մոտիվացիան բարձր է եւ հաջողությունը այդ կողմից է գալու։ Դրա համար այն ինչ որ Փաշինյանը անում է հիմա սпасելի է, այն ինչ որ դիմադրությունը որ պակաս է, նվազ է, մենք այդպես ակտիվ դիմադրություն չենք տեսնում, դա էլ է հասկանալի։ Այսինքն հանրության մեծ շերտերը պատրաստ չեն այդ շրջադարձային հանրության հետ խնդրում հանրությանը որևէ մեղադրանք չէ, հանրությունը ամեն ինչի պատրաստ է։ Քաղաքական միավորները, որ պիտի կազմակերպեն, այ իրենք պատրաստ չեն մեծ մասը։ Արցախյան առաջին ազատամարտի։ Տեսեք, ներողություն եմ, խնդրում, նախընտրական փուլում, օրինակ, Հայաստան դաշինքը, չէ, համագործակցության առաջարկ արեց քաղաքական դաշտին։ Եվ դա մեծ մասով արձագանք չգտավ, այսինքն որևէ մեկը չարձագանքեց։ Բայց այդ համագործակցությունը ինչի էր պետք, որ հետընտրական փուլում այդ ընդդիմադիր հիմնական ուժերը ներդաշնակեցված լինեին։ Անկամ պատերազմ գնալիս, եթե որևէ մարդկանց զորահավաքով կանչում են պատերազմ, չէ, հոմի անգամից չեն տանում մարտի դաշտ։ Ներդաշնակեցման փուլ է գնում, երբ որ զորքերը ներդաշնակեցվում են, այսինքն տարբեր բնակավայրերից, տարբեր կենցաղ ունեցող մարդիկ հավաքվել են միտեղ, նախ իրանք պիտի իր անձնակազմը պիտի ներդաշնակեցվի, հետո այդ անձնակազմը հարակից անձնակազմերին պիտի ներդաշնակեցվի, ում հետ համատեղ գործողություններ են անել։ Հիմա մենք ունեինք ընդհանուր խնդիր, այն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, Հայաստան դաշինքը հնչեցրեց ներդաշնակեցման առաջարկ, այդ առաջարկը մեծ մասով արձագանք չգտավ։ Հետո հետընտրական փուլում ասին, այ հա սխալ էր, որ չհամագործակցեցինք, այ հիմա կհամագործակցենք։ Հիմա ընտրական process-ի առումով գնացքը ուշ չի երբեք, ընտրական process-ի մասով գնացքը գնացել է, հիմա նոր բան պետք է մտածել։ Բայց նոր բան։ Բայց շատ ավելի թույլ դիրքերից ընդդիմության համար։ Դու ամեն անգամ երբ որ պարտվում ես, ավելի թույլ դիրքերից ես հանդես գալիս, որովհետև հանրության մոտ վստահության ճգնաժամ է առաջանում։ Հանրությունը փոփոխությունների պատրաստ է, հանրությունը այլ բան է, որ փոփոխությունները կոնկրետ ուժերի հետ արդեն չի ասոցացնում։ Հենց սկսեց ասոցացնել, այդ ուժը կմեծանա, իշխանությունը կզգա դա։ Հանրությունը միշտ պատրաստ է այդ փոփոխությանը, որովհետև այո, մարդիկ ի վերջո ընտրության արդյունքը ինչ է ցույց տվել։ Մարդկանց 50+% դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Այդ մարդիկ հոդս չեն ցնդել, այդ մարդիկ չեն դարձել նիկոլական, այդ մարդիկ չեն համարում, որ Նիկոլ Փաշինյանը լավ քաղաքականություն է, այդ մարդիկ շարունակ 50+% Հայաստանի բնակության շարունակում է կարծել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացնել։ Դե փորձագետները կասկածի տակ են դնում նաև ստացած 49%-ն էլ թե ինչպես է ստացել։ Ես ասացի 50+, չասեցի ինչքան պլյուս։ Այդ շատ կարևոր դիտարկում եք անում, որովհետև այո, ես էլ կարծում եմ, որ Փաշինյանը 50- արձանագրված է, բայց դա այն մինուսը չի ինչքան պաշտոնական թվերն են, թե որքան է մինուս, դա ցույց կտա ժամանակը։ Ես կարծում եմ մինչև -25 կարող է լինել Փաշինյանի համար։ Պարոն Նուրազե, Արցախյան առաջին ազատամարտի մասին խոսեցիք, շատ խորհրդանշական էր, որ երեկ Մանվել Գրիգորյանը գեներալ կդառներ 70 տարեկան եւ շատերը նրան համարում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առաջին քաղաքական զոհերից մեկը։ Այս այնուամենայնիվ ասացիք, որ ինքը խոստացել էր բռնաճնշումները, նաև ընտրարշավի ընթացքում սկսեց։ Այնուամենայնիվ մինչև ուր է սա գնալու Հայաստանի ռեսուրսը կամ հանրային ռեսուրսը, մարդկային ռեսուրսը մինչև ուր է թույլ տալու այս բռնաճնշումները, հատկապես կանանց նկատմամբ, առանձնահատուկ դաժան վերաբերմունք կա նաև կին քաղաքական գործիչների նկատմամբ։ Տեսեք, նախ հիշատակեցիք Մանվել Գրիգորյանի 70-ամյակներ։ Մանվել Գրիգորյանը ես կարծում եմ մեր ժողովրդի մեջ ամենապակաս հասկացված գործիչներից մեկն էր, հաճախ նաև անարդարացիորեն քննադատված, ինչպես նաև ժամանակը ցույց տվեց, պարզվեց այդ մարդը ոչ միտես թալանի մեջ չի եղել, ապրել է գրեթե սովորական կյանքով, բացի նրանից, որ այն վաստակը, որ ինքը ունեցել է առաջին պատերազմում, այդ վաստակը իրեն որոշակի առավելություններ է տվել, եւ դա բնական առավելություն է, հա, ասինքն այդտեղ որևէ վատ բան չկա։ Հերոսները պետք է Եվ այս իմաստով Մանվել Գրիգորյանին իրենք սկզբում 18 թվականից սկսած բարոյապես փորձեցին ոչնչացնել, բայց քանի որ իր հեղինակությունն ու վաստակը իրական էին,
Հիմա արդեն դուք տեսաք երեք ինչքան հանրություններ հավաքվել, հա, եւ ինչպիսի արձագանք կար սոցիալական ցանցերում, ես կարծում եմ այդ իրական վերաբերմունքը իրեն վերադարձել է, ցավոք հետմահու, մենք էլ լրագրողներս էլ հաճախ իր նկատմամբ գուցե անարդար ենք եղել, ինչը պատահում է, բայց կարծում եմ մարդիկ պիտի վերագնահատեն մոտեցումները նաև Մանվել Գրիգորյանի մասով, հատկապես այս պատերազմի եւ պարտության իմաստով։ Գիտեք, պատերազմներում իրականում եկեք անկեղծ լինենք, չեն հաղթում սպիտակ ձեռնոցներով, չեն հաղթում կոստյում հագած սպիտակ կամ սպիտակ բոթասներով վերնաշապիկով մարդիկ, հաղթում են Մանվել Գրիգորյանի նման կոպիտ, կոշտ եւ ինչ որ իմաստով թշնամու հակառակորդի նկատմամբ դաժանություն ունեցող մարդիկ, բայց միևնույն ժամանակ ես ձեզ ասեմ Մանվել Գրիգորյանը միայն ռազմական գործիչ չէր, ես կարծում քաղաքականությունը ինքը շատերից ավելի լավ էր հասկանում, քան շատ դեմքեր, որոնք պիտի որ քաղաքականությունը հասկանան։ Ի վերջո նա հասկացել էր թուրքերի ու ադրբեջանցիների բնույթը, երեխաներին քարատող, Այո, հիմա գանք հարցի երկրորդ մասին, ասիկ ընդդիմությունը դիմադրել, չգիտեմ, հանրությունը հիասթափվել է։ Մի խոսքով, այս ամեն ինչը, գիտեք, ես էլի հանրության դաշտ չէի տանի։ Ընդդիմադիր ուժերն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Բայց այնուամենայնիվ հանրությունում էլ կան անհատներ, որոնք ընդդիմանում են Նիկոլ Փաշինյանի օրինակ զրպարտություններին, հիշում ենք, երբ նախորդ հանրական ընտրություններից հետո հայտարարեց, որ ընդդիմությանը ձայն տված ՀՀ քաղաքացիները կաշառքով են այդ ձայները տվել ու արդեն նրա դեմ դատական հայցեր են ներկայացվել։ Սոֆիա Հովսեփյանը նախկին պատգամավոր դատական հայց է ներկայացրել, Նիկոլ Փաշինյանը շտապել է նրանից առաջ ընկնել, նրա դեմ է դատական հայց ներկայացրել, 6 միլիոն դրամ է պահանջում, այնիշ Սոֆիա Հովսեփյանի հայցում դրամական փոխհատուցման պահանջ չկա, այլ քաղաքացիներ եւս դատարան հայցեր են ներկայացրել։ Մոտավոր պատկերացնել ինչ որոշում կայացնել այսօրվա դատարանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը հայցը ուզում դրամ ստանալ, այդքան դրա կարիք ունի։ Ինքը ուզում է ճնշել մարդկանց, ովքեր ճշմարտությունն իր դեմ ասում են։ Նիկոլ Փաշինյանը հայցը ըստ էության կբավարարվի, իր դեմ ներկայացված հայցերը չեն բավարարվի, ինչպես օրինակ իմ հայցը Աննա Հակոբյանի դեմ չբավարարվեց, թեպետև խայտառակ պատմություններ, այսինքն խայտառակ պատմություններ եւ մի իրավիճակ էր, երբ Աննա Հակոբյանը անցել էր թույլատրելի բոլոր սահմանները, այսինքն ցանկացած մարդու։ Այո, խայտառակ մի բան, այսինքն դատարանը որոշել է, որ դա ես չպետք է վիրավորվեմ դրանից, այսինքն ես այդ ու կինն էլ դատավոր է, դատավորն էլ կինն է, հա, եթե ես այդ կնոջ մասին այդպիսի գրառում անեմ, ինքը չի վիրավորվի արդյոք, բայց լավ, դա թողնենք մի կողմ, ապա ճակատագիրը հայտնի է։ Ձեր հարցում կար նաև քաղաքական բանտարկյալների մասին, կանանց նկատմամբ առանձնահատուկ դաշան վերաբերմունքի մասին, ես իհարկե դատապարտում եմ իմ գործընկեր Արեգնազ Մանուկյանի նկատմամբ բռնաճնշումները, բայց ինչա ստացվում, մենք փաստորեն զոհն ենք այն հասարակության, որ մենք ստեղծել ենք այս տարիներին։ Այս հասարակության մեջ չէր, խոսում էին, որ կանայք եւ տղամարդիկ նույն իրավունքները, նույն պարտականություններ ունեն, առանց տարանջատման, որ կին իր դերն ունի, տղամարդը ոչ մի առավելություն չտալով, որ ձեզ սխալ չհասկանան, չկարծեն, որ Չէ, բնական է, ասում ապօրինություն է Արեգնազ Մանուկյանի նկատմամբ եղածը, բայց ոչ թե կնոջ այս հասարակությունը ստանում է այդ արձագանքը, որովհետև նորմալ հասարակությունը, նորմալ մարդկային ընտանեկան արժեքներով առաջնորդվող հասարակություն չէր կարող կին կալանավորվել։ Ապօրինի են էլ ապօրինի չէր կարող կին կալան, բայց լիբերալ ֆաշիստական տրամադրություններ ունեցող իշխանություն եւ հասարակություն տրամադրություններ ունեցող հասարակության մեջ կանանց ձերբակալումը նորմալ է, որովհետեւ գենդերային հավասարություն է։ Դե արդեն բանակցային process-ն էլ դրա մասին խոսում։ Եթե կան տղամարդ քաղբանտարկյալներ, վստահաբար նման հասարակության մեջ լինում են նաև կին քաղբանտարկյալներ։ Սովորաբար նորմալ հասարակություններում այո կանանց նկատմամբ նորմալ, ասենք աստվածային կանոններով առաջնորդվող հասարակության մեջ կանանց նկատմամբ ավելի այլ վերաբերմունք կա եւ մեր հասարակության մեջ էլ պիտի այդպիսի վերաբերված լիներ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը լիբերալ ֆաշիզմ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի նշանակություն չունի Արեգնազ Մանուկյանը կին Արեգնազ Մանուկյանն է ապօրինի կալանավորում, թե ասենք տղամարդ Գագիկ Ծառուկյանին կամ տղամարդ Անդրանիկ Թևանյանին։ Փաշինյանի համար սեր չկա, ինքն էլ անսեր։
Այս իմաստով մեր հասարակությունը պետք է մտածի, արդյոք այս անսեր փիլիսոփայությամբ պիտի ապրել, որտեղ կնոջն ու տղամարդուն վերաբերվում են նույն դաժանությամբ։ Սա անսեր փիլիսոփայության հետևանք է։ Հայաստանում բնակվող կանայք մտածելու շատ բան ունեն, գոնե իրենց մասին։ Այո, որովհետև երբ խոսում են անընդհատ իբր թե գենդերային հավասարության մասին, պետք է իմանա, որ գենդերային հավասարությունը ենթադրում է նաև գենդերային հավասարություն պահել քաղաքական հետապնդումներում, որովհետև եթե հավասար ենք, բայց նորմալ հասարակությունն, որտեղ կինը առանձնահատուկ դեր ունի, չի կարող որևէ մեկը ուզենալ, որ իր մորը կալանավորեն։ Չի կարող ուզենալ, որ իր քրոջը կալանավորեն, եթե ինքը ապրում է նորմալ հասարակությունում, աստվածային կանոններով ապրող հասարակություն, եթե ինքը ապրում է անսեր փիլիսոփայության կանոններով, իր համար ինչ տարբերություն, Արեգնազ Մանուկյանն է, թե Անդրանիկ Թևանյանն է։ Եթե ապօրինի հետապնդում է, ապօրինի հետապնդում է։ Հետապնդվածերն են տարբերություն։ Եվ ինչու այդ արձագանքը հատկապես վատը չի, իսկ պիտի լիներ վատը, հատկապես Արեգնազ Մանուկյանի դեպքում, որովհետև կին է կալանավորվողը։ Եթե մեր հասարակությունը այլ որակի լիներ, պետք է էս ինչ է անում Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև գիտեք, քաղաքական հետապնդում էլ կա, այո, իմ եւ շատ այլ մարդկանց ապրելու կանոններով անթույլատրելի է կանանց նկատմամբ վերաբերվել նույն դաժանությամբ, ինչ տղամարդկանց նկատմամբ։ Եվ դաժանությամբ ընդհանրապես չպետք է վերաբերվել կանանց, բայց այն հասարակությունը, որը երազում է Նիկոլ Փաշինյանը, անսեր հասարակությունը, այդտեղ կին տղամարդ չկա։ Այդտեղ որտեղ կինը կարող է պարզվի տղամարդը, տղամարդը կարող է պարզվի կինը։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի համար տարբերություն չկա, ինքը ապօրինի, էլի եմ ասում, ապօրինի Արեգնազ Մանուկյանն է կալանավորել, թե Անդրանիկ Թևանյանն է ապօրինի կալանավորել։ Փաշինյանի համար սեր չկա։ Եվ այստեղ հասարակությունը այո մեր մտածելու տեղ ունի։ Մենք ուր ենք գնում այսպես։ Հատկապես այդ քաղաքական ապօրինի հետապնդումները խրախուսող կանեք մտածել։ Դա հատկապես, այդ մարդիկ էլ են անսեր ախր։ Այդ քաղաքական հետապնդումները խրախուսող կանայք, հատկապես կանանց կնոջ նկատմամբ հետապնդումը խրախուսող կամ արդարացնող կամ ձև տվողները, որ իբր չենք տեսնում ինչ է կատարվում, իրենք էլ են անսեր։ Իրենց համար էլ էական չի կին տղամարդ։ Այսինքն իրենց իրական էության բացահայտումն է, իլյուստրացիա է գնում հասարակության։ Ես զարմանում եմ այն ընդդիմադիր գործիչների վրա, ովքեր ասում են, բան Նիկոլ Փաշինյանը հակաժողովրդավարական է, եվրոպական արժեքներին դեմ է գնում, իբր արա Մակրոն ջան, հələ նայ ինչ է անում Նիկոլը, խնդրում ենք, դու չես տեսնում, Մակրոնը շատ լավ տեսնում է, Եվրոպան շատ լավ տեսնում է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Եվրոպան հենց այս պատվերն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Եվրոպայում էլ եւ Ֆրանսիայում էլ քաղաքական հետապնդման է ենթարկվում կին քաղաքական գործիչ Մարին Լեպենը։ Բայց Մակրոնը չգիտի ինչա կատարում այստեղ։ Սա իրենց պատվերն է։ Մակրոնը Ֆրանսիայի Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար էլ դժգոհ է հասարակությունը իրենից։ Իդեպ Մարի Լեպենի շանսերը բարձր են։ Դրա համար այո, պետք է արժեքային դաշտում նայել այն ինչ որ տեղի է ունենում մեզ հետ։ Եվ պետք է հենց այդ արժեքային դաշտում գնահատականներ հնչեցնել։ Անսեր Նիկոլ Փաշինյանից, քաղաքականապես անսեր Նիկոլ Փաշինյանը կարող կենսաբանորեն ինչ որ սեր ունի։ Նիկոլ Փաշինյանից սպասելի է այս վարքագիծը, որովհետև գիտեք ցանկացած հասարակության մինչև 2018 թվականը այո ինչ որ վերաբերմունք եղել է, թեպետ այնտեղ էլ կային այս սերմերը ցանվում էին այսօրվա մինչև 18 թվականը, բայց ինչ որ առանձնահատուկ վերաբերմունք կար կանանց, որովհետև այո իրականում պետք է կանանց գոնե հայրենիախոսությունը կանանց ներկայությամբ համարվում էր դատապարտելի բան, իսկ հիմա կանանց մասնակցությամբ խրախուսվում է, եթե Պես որ սա այն ինչա սրանք այն պատուղներն են, որոնց սերմերը ցանվել են մինչև 18 թվականը։ Այսինքն խորքային պատճառները շատ խորքային են։ Պետք է հիմնովին Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության ցանած սերմերի պատուղներն են, մեր էլիտայի ցանած սերմերի պատուղն է։ Պարոն Մուրազի, Եվրամիությունից խոսեցինք, որ իրենք են աջակցում ու լեգիտիմացրել Փաշինյանի այս պահվածքը Հայաստանի ներսում։ Հայաստանը առաքելություն է գալիս Եվրամիությունից հիբրիդային պատերազմներին հակազդելու։ Շարունակվում է այդ պատերազմը հիբրիդային։ Էլի գալու է։
Այո, գալու են առաքելություն։ Կալասը հայտարարել է, որ Հայաստանն ու Մոլդովան անընդհատ ենթարկվում են այդպիսի ճնշումների, հիբրիդային ճնշումների եւ պետք է առաքելություն գա, որպեսզի Հայաստանին փրկի այդպես էլ անհայտ մնացած հիբրիդային պատերազմներից ու ճնշումներից։ Ինչ է սա ազդեցությունը մեծացնում են իրենք այստեղ։ Իդեպ նշվում էր, որ լրատվամիջոցների հրապարակումներն են ուսումնասիրելու, արգելեն տարատեսակ տեղեկատվության հրապարակումը եւ այլն։ Սա ինչ է ժողովրդավարական Սա ժողովրդավարություն է, սա այն ժողովրդավարությունն է, որը պատկերացնում է։ Սա ժողովրդավարություն է։ Այսինքն մեզ էլ են արևմուտքում է ժողովրդավարությունը, մի րոպե, արևմուտքում է ժողովրդավարությունը, չի։ Այնտեղ տեսեք հակառուսական ռոպագանդան խրախուսվում է, ռուսական մեդիաները փակված են։ Հնարավորություն չունեն աշխատելու այդ տարածաշրջաններում։ Սա ժողովրդավարություն է։ Այո, ես ասում եմ, սա ժողովրդավարությունն է, որը արևմուտքը պատկերացնում է։ Իսկ մեզ մոտ ինչ դրսևորում է ստանալու, հատկապես որ զուգահեռ են տանում Մոլդովայի հետ։ Հենց նույն դրսևորումն է ստանալու, ԶԼՄ-ների նկատմամբ այո ճնշումները մեծացվելու են, ինչ որ ապօրինի գուցե գործեր հարուցվեն, ֆինանսական ինչ որ խնդիրներ ստեղծվեն, բայց դա ի վերջո գիտեք, դա Նիկոլ Փաշինյանին չի փրկելու։ Չի փրկելու։ Հուսահատ փորձեր է անում։ Անձնապես Նիկոլ Փաշինյանին այս իրավիճակից դուրս գալու շատ քիչ հնարավորություններ կան։ Ինչու է կայ։ Եվ ինքն էլ լավ հասկանում, որովհետև ինքը պարտավորություններ է վերցրել, որը պետքա սպասարկի։ Նկատի ունեք Ալիևին։ Ադրբեջանը Ալիևի հիշեցրեց այդ պարտավորությունները։ Սահմանադրության փոփոխություն, տարածքների հանձնում Ադրբեջանին, որը իրանց նաև դրամի վրա արդեն ֆիքսված է։ Եվ այսպես շարունակ։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ հայտարարեց, որ անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, սահմանադրությունն էլ աշնանը պատրաստ կլինի։ Գիտեք, երբ հղում են անում Նիկոլ Փաշինյանի խոսքին, որ իբր Նիկոլը սենց ասեց, ես պատկերացնում եմ, ասենք Երևանյան մի հայտնի պերսոնաժ կար, երջանկահիշատակ, եթե կարելի է այդպես ասել, դա նույնն է, ինչ որ ասենք ջունգլի անուն, ասին պատվով եմ երթվում, որ այս ինչ բանը տեղի է ունեցել։ Բայց ջունգլի անուն չուներ պատիվ, ինչպես Նիկոլ Փաշինյանը չունի իր խոսքի նկատմամբ վստահություն։ Բայց Ադրբեջանի մասով իր հայտարարությունները ցավոք սրտի սովորաբար իրականություն են դառնում, պարոն Մուրադյան։ Այն պրոադրբեջանական հայտարարություն, դե դրանք արդեն հրահանգներ են Ադրբեջանից։ Գիտեք, հետաքրքիր է մի խոսք հիշեցվեց Ալիևից, կարծեմ 2024-ին էր ասել, որտեղ լրագրողը հարցնում է, որ այո, խաղաղությունը Ալիևին է հարցնում։ Այս խաղաղության ենք հասել Հայաստան ձեր եւ Փաշինյանի դիալոգի շնորհիվ բան Եվրոպայում Ալիևը շատ բաց, շատ ուղղակի գիտեք ինչ, 24 թվականի հայտարարություն ասաց, որ դա դիալոգ չէր։ Այս խաղաղությունը հաստատվել է մոնոլոգի արդյունքում։ Ես եմ խոսել, իրենք լսել են, արել են։ Եվ Ալիևը ճիշտ է ասում։ Սա մոնոլոգ է, սա դիալոգ չի, սա այստեղ բանակցություններ չկան։ Փաշինյանը գնում, ստանում է հրահանգներ, գալիս է հրահանգները կատարելու։ Եվ հիմա ունի կոնկրետ հրահանգներ, սահմանադրության փոփոխություն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ադրբեջանցիների վերադարձի հարցն էլ կա։ Այո, այդպեսին ԱԲՆ-ն է։ Հանձնման հարցն էլ կա, ադրբեջանցիները շարունակում են այդ թեմաները թարմ պահել։ Այլ բան, որ մեր հասարակությունը չուզեց դրա մասին լսել, այդ վտանգների մասին, դա էլ հասկանալի է, պատերազմից հոգնած հասարակություն է։ Պատերազմից հոգնած հասարակությունը վախեր կան տարբեր եւ Փաշինյանն ու իր իշխանությունը սնուցեցին այդ վախերը, բայց սա իրականությունն է եւ այս ամեն ինչը Փաշինյանը պետք է կյանքի կոչի։ Իսկ դա հեշտ չի կյանքի կոչել։ Ինչու հեշտ չի, եթե հանրությունն արդեն վախենում է պատերազմից։ Որովհետեւ հանրության մեծ մասը դեմ է, չէ՞, գիտեք, հանրության հայ ժողովրդի մասին մի խոսք կա, չէ՞, որ իրավիճակից փորձում են ելք գտնել, երբ որ դանակը ոսկորին է հասնում։ Դանակը որ ոսկորին ասում շատ ցավոտ է։ Իսկ այդ ոսկորին հասնելու կետը ոսկորի հասնելու ժամանակ արձագանքն էլ է շատ ցավոտ լինում։ Այո, գուցե համբեր են, ժողովուրդը համբերի։ Աստված մի արասը, որ դանակը ոսկորին հասավ։ Այդ ժամանակ կարող է հայ հասարակությունը քարը-քարին չթողնել։ Ու դրանից միայն Նիկոլ Փաշինյանը չի դուժելու։ Դուժելու են բոլորը։ Դա համար եւ քաղաքական էլիտան պիտի այնպես անի, որ դանակը ոսկորին չհասնի, որ ժողովուրդը, ասենք մարդը իր գործը չթողնի այգում, եղանը վեկալած, վերցրած գա Երևան հարց լուծելու, որ ժողովուրդը շարունակի եղանով, բահով, համակարգչով, չգիտեմ, իր գործով զբաղվել եւ էլիտան այս խնդիրը լուծի։ Պարոն Մուրադյան, շատ Թե չէ որ ժողովուրդը եկավ, շատերը սիրամարգի տեսք են ստանալու։ Ու խոսքը միայն իշխանության մասին չի,
որովհետև ամբողջ էլիտային է սա վերաբերվում։ Այսինքն ժողովրդական ցասումը Այո, որովհետև եթե կներեք, եթե մարդիկ էլիտա են ու հարցը չեն կարողանում լուծել, ժողովուրդը որ եկավ, էլ աջ ծախ չի նայելու։ Հետո թող ժողովրդին ու հանրությանը Իհարկե, չմեղադրեն։ թող այդ ժամանակ չմեղադրեն։ Եվ ցանկացած դեպքում, երբ ցանկացած ժողովրդի մոտ դանակը ոսկորիտ է հասնում, ինքը էլ արդեն աջ ծախ չի նայում։ Եվ դա լավ տեղ չի տանում միանշանակ։ Բայց այո, ժողովրդի մոտ պատժիչ, դա աստծո կամոք է այդ պատիժը իհարկե գալիս, պատժիչ գործողություն անում, հետո մարդիկ սկսում են երկար տարիներ փորձել խելքի գալ։ Բայց դա պետականության գինը չի արժենա, մեզ հատկապես որ շատ փորձագետներ ասում են Նիկոլ Փաշինյանն ինքն է տանում այդ կետին կարծես թե։ Ինքը շատ դաժան հետևանքներ կարող է ունենալ։ Այս ժողովրդական ցասումը շատ դաժան հետևանքներ կարող է ունենալ, պետականության համար վտանգի։ Տարբեր դրսևորումներ կարող է։ Պետականությունը այս էլիտայով էլ է վտանգի ենթարկված առանց ժողովրդի ցասման, հա։ Այսպիսի էլիտայի դեպքում ժողովրդի ցասում պետք էլ չի, որ պետականությունը հիմա վտանգի է ենթարկված։ Բայց ժողովրդի ցասումը կլինի պատիժ էլիտայի համար, որը այս խնդիրը չլուծեց փաստորեն։ Եվ սրա մասին պետք է իրականում մտածել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի շատերի որակմամբ բռնապետական ռեժիմը երկար կյանք այնուամենայնիվ չի կարող ունենալ։ Կհասցնի Ալիևին խոստացած գուցե չհասցնի, Նիկոլ Փաշինյանը կուզենա որ հասցնել։ Ես չեմ ուզում, գիտեք, հույսեր տալ մարդկանց, որ համբերեք Փաշինյանին քիչ է մնացել, գուցե շատ բան էլ հասցնի։ Բայց պատիժը լինելու է անպայման։ Այսինքն դուք կարծում եք, եթե մարդիկ իրենց հավատացյալ են համարում, դուք կարծում են այս ամեն աղետը, որ Փաշինյանը բերում է, դրան աստվածային պատիժ չի լինելու։ Փաշինյանն էլ է, չէ, իրեն հավատացել համարում։ Դե ասում է։ Ինքն էլ գիտի, չէ, որ պատժվելու է։ Ասում է, բայց քայլերը հաստատ դիքը կարդացած կլինի, գոնե գիտի դրա մասին։ Եվ չի կարող այս ամեն ինչը հենց այսպես հասկանում եք, հազարավոր տղաներ ուղղակի տարվել ու պատերազմի դաշտում սպանվել են։ Այս գլխավորապես իշխանության, բայց նաև քաղաքական էլիտայի գործունեության հետևանքով աղետները հայ ժողովուրդը տեսել չի կարող դա անպատիժ անցնել։ Առաջին հերթին Փաշինյանի համար, հետո նաև էլիտայի համար։ Բայց հանրության մասով նաև ասում են, որ կարճիշողություն ունի, արագ մոռանում են։ Երբեք կարճիշողություն չի ունենում։ Ենթագիտակցության մեջ միշտ էլ հիշում է։ Քաղաքական միավորներ կան տարբեր երկրներում, որոնք ասենք 100 տարի առաջ, 150 տարի առաջ ժողովրդի գլխին աղետ են բերել, իրենց թվում է թե ժողովուրդը մոռացել է, բայց ժողովուրդը չի մոռացել, այդ մարդիկ միշտ այդ քաղաքական միավորներն միշտ պատժված են մնում։ Ժողովուրդը կարճիշողություն չունի։ Այլ բան, որ այս ռոպեական բաները հիմա լավ, ժողովուրդը արդյոք կարող է մոռանալ, որ Փաշինյանը հանձնել է Արցախը։ Չի մոռանալու։ Բայց ժողովուրդը կարող է մոռանել, որ Փաշինյանը, ասենք, հարբած Շուշիում տրնգի է տվել։ Էդի էպիզոդը, ասենք, փոքր դրվագ է, որ դրա հիշելու կարիքը չկա էլ։ Բայց գլխավորը, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը դա հիշելու է։ Չի կարող մոռանալ։ Այն բանը, որ Արցախը, որ ազատագրվել է, ասենք, Մավել Գրիգորյանի զորահրամանատարների, Ռոբերտ Քոչյանի քաղաքական մասնակցությամբ, ռազմաքաղաքական մասնակցությամբ, այդ օրվա էդ էլ չի մոռացել ժողովուրդը։ Իհարկե, հետ էլիտայի այլ արածներ էլ է հիշում, բայց նաև հիշում է, որ այդ մարդիկ ազատագրել են Արցախը։ Գլխավոր բաները ժողովուրդը երբեք չի մոռանում։ Իսկ Փաշինյանի հայտարարությունը, որ սահմանադրական մեծամասնություն, եթե չունենանք սեպտեմբերին ավերիչ պատերազմ է լինելու, պարզապես հայտարարություն էր, թե այնուամենայնիվ որոշակի գործընթացներ լինելու են։ Այդ հայտարարությունը մտահոգություններ առաջացնում է, որովհետև այո, Փաշինյանը պիտի փորձի Ալիևի հրահանգները կատարել, դրա համար պետք է սահմանադրական մեծամասնություն։ Ես մտավախություն ունեմ, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող է Ադրբեջանի կողմից թելադրված սահմանադրական նախագիծը բերել խորհրդարան եւ ասել սիրելի ժողովուրդ, սա այն նախագիծն է, որը թույլ չի տալու պատերազմ սկսել, որպեսզի պատերազմ սկսվի։ Մենք չունենք բավարար ձայներ։ Հիմա կամ ընդդիմությունը քվեարկում է այս նախագծի օգտին ու պատերազմ չի լինում, կամ չի քվեարկում, այդ դեպքում պատերազմի պատասխանատվությունը ընդդիմության վրա է մնում։ Ինքը կարող է այսպիսի բան ասել։ Փորձել ընդդիմության։ Դրա համար ընդդիմությունը այսօրվանից պետք է մտածի, թե ինքը ինչ է անելու խորհրդարանում, ինչ քաղաքական օրակարգ է գեներացնելու, հա, որ դիմադրի
որ ստիպի Նիկոլ Փաշինյանը դիմադրի այդ օրակարգին, ոչ թե ինքը դիմադրի Փաշինյանի օրակարգին։ Իսկ հնարավորություն ունի ընդդիմությունը։ Շատերն ասում են Նիկոլ Փաշինյանի դիրքերը ճիշտ է, սահմանադրական մեծամասնություն չունի, բայց լծակների կառավարման առումով շատ ավելի ուժեղ է, քան 21 թվականին, որովհետև հասցրել է բոլոր ոլորտներն ու համակարգերը իր ձեռքի տակ վերցնել, կոպիտ ասած։ Հա, բայց այդ ոլորտներն ու համակարգերը մարդիկ են։ Եթե այդ մարդիկ, որոնք հրահանգներ պիտի կատարեն, հենց զգան, որ ժողովրդի մեծ մասը դեմ է Փաշինյանին եւ որ ժողովրդի մեծ մասը պատժելու է իրենց ապօրինությունների համար, այդ մարդիկ ապօրինի հրահանգներ չեն կատարի։ Ու պատիժը կարող է տարբեր լինել, ասենք պատիժ թող մի անգամ չհասկանան ֆիզիկական, ասենք մարդը կարող է մերժված ոստիկան, հա, ասենք իր կինը, իր երեխաները իրեն մերժում են, իր ընտանիքի անդամները, ասում են դու վատ մարդ ես, դու վատ համակարգի ես ծառայում, հարսանիքների չեն կանչում, կնունքների չեն կանչում, թաղմանտեղերից լարում են, ասում են գնա դու ամոթա որ դու գաս ես թաղմանտեղ, որտեվ այս մահացած մարդը, եթե մի շանս կար դրախտ ընկնելու, հաստատ քո ներկայությունից հետո դժոխք կան գնելու։ Իսկն այս պատիժ ասելով ֆիզիկականի մասին չի միայն խոսքը։ Բայց այն հանրային ցասման դեպքում նաև ֆիզիկական պատիժա լինելու, երբ որ ժողովուրդ ուղակի թքած ունենա այս համակարգերի վրա, ասի դուք չեք կարողանում հարցը լուծել, հիմա ես իմ գործը, իմ գյուղում, իմ գրասենյակում, իմ աշխատավայրում թողնում եմ ու գամ այս հարցը ոնց գիտեմ այնց լուծեմ։ Ժողովուրդն էլ դաժան ձևով է լուծելու այդ հարցը։ Այսինքն եթե ոչինչ չփոխվի, այս ավարտն ենք ունենալու։ Եթե ոչինչ չփոխվի, ապա վատ է լինելու բոլորի համար։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, օրագրի ժամանակը սպառվեց, կհանդիպենք վաղը։